է առևտուրը նախորդ տարվա համեմատ։ Նորմալ է, էլի։ Գալիս են մարդիկ։ Որ դուք կան։ Որ դուք կան։ Բայց որն է պատճառը, որ չեն գալիս։ Չեք իմանում դուք պատճառը որն է։ Պատճառը այն է, որ եթե մի մարդ արկելում է սաղ ամեն ինչը ներմուծեն Ռուսաստան, էլ ինչն է պատճառը։ Այսինքն տնտեսական ամեն ինչ աճը սաղ կայնացնում է, ոչ ոք չի թողում աշխատեն, պատճառը է դա։ արտահանումներ են, այսինքն Սա ամեն ինչը խանգարում է, չէ՞ մեկը մեկին։ ասում են եվրոպական շուկա կգա։ Ալավ էլի քույրիկ ջան, չի կարելի այդպես բաներ ասել։ Եվրոպական շուկա, ով է տանողը Եվրոպա։ Եվրոպա ով է տանողը։ Եվրոպայի մի ապրանքը եթե որ տանեն, այդ ապրանքի գինը պատկերացնում եք ինչա լինելու։ Այսինքն ավելի Եթե ծիրանը ստեղ 1000 դրամ է, 800 դրամ է, Եվրոպա որ տանը ծիրանը կդառնա 10000 դրամ։ Բայց Իրանը Եվրոպայի էին տարել, կալակալացնել ջեմ էր պատրաստել։ Բայց դուք հավատում եք դա։ Ես էլ չեմ հավատում, որ Եվրոպայա գնացեց Իրանը։ Չերես Թուրքիա, թե չերես Բաքու։ Դուք այս սահմանափակումներին քաղաքական դրդապատճառներով եք պայմանավորվում։ Սաղը դրանից է գալիս։ Այո, սաղը դրանից է գալիս։ Բայց ո՞րն է պատճառը։ Պատճառն այն է, որ ինքը իրան հռչակեց նախագահ։ Վարչապետ ինքը իրան նշանակեց։ Հա։ Այսինքն որ ճշմարիտ։ Ով հելնում է իր դեմը, իրան կալանավորում են։ Դա ճիշտ է։ Դուք ինչ եք պատճառում, ինչ ապրանք եք պատճառում։ Ոչ մի բան, պրոստը եկել եմ շուկայում գնումներ կատարեմ։ Այցելուները շատ են, ինչ եք նկատում։ Հեսա եկեք կայնեք 2-3 ժամ կայնեք, ստե կտենակ շուկայում մարդ մտնում է, թե չէ։ Խանութներում ավելի մատ չելի է, այսինքն։ Խանութները արդեն գրանցված է իրանց անունով սաղ։ Սա խանութները իրանցն է։ Ով կարա մի հատ խանութ բացի աշխատի։ Ով կարա մի հատ բեզին ներմուծի։ Ով կարա էսի ներմուծի Հայաստան։ Ով, ոչ ոք։ Սաղ վեկալել են իրանց ձեռը, նայեք, են կոմը նայեք կտենակ, սա տրակցնում են, առնում են, տարածներ են առնում, մարկած վարի են տալիս, ինչա որ տարածք առնեն շենքեր կառուցեն։ Հետո սա կլանը իրանց ձեռն է, Ազիշան։ Ինչպես եք պատկերացնում։ Ես արդեն հոգնել եմ, իրոք հոգնել եմ, շատ եմ հոգնես կյանքից։ Շատ եմ հոգնես կյանքից։ Լավ բան չեմ տենում, քուրիկս, լավ բան չեմ տենում։ Քան հետմա վատանում ամեն ինչը։ Կոմունալները թանկ, աշխատանք չկա, էս չկա, են չկա, ոնց ենք ապրում, չգիտեմ։ Մի հատ, այո։ Ասում եք թոշակառուները լավ են ապրում, թոշակին բարդացվել, դառնակապարում։ Համաձայն եմ ձեր խոսքին, 10,000 դրամ թոշակ ավելացրել։ Իշքան բանա թանկացրել։ Կոմունալները թանկացավ։ Գույքահարկը թանկացավ, ապան թանկացավ, որը թվարկենք, քուրիկս որը հիշենք։ Ժողովուրդը ինչի կգինի եմնպես։ 10,000 դրամ փողա տալիս մարդ թոշակառուի քթից բերում է։ Ինչ թոշակառուն ինչ պիտի։ Մարկա բիզնեսով ազբաղում, լավ ազգում։ Ուզում է տենա, ուզում է չտենա, ես Նիկոլից եմ վախում, ինչ։ Նիկոլ, եկան, չլուտ եկան, լիքը ջեբերով նստած են։ Ում փողերը կերան սաղ ժողորդին, էշի տեղ են դրը, հլը այդ ձևով քշում են առաջ, գայնում ասում է, ժողորդը եթե ինձ ասի, պտի հրաժարական տաս, դու հրաժարական տվող ես, հազիվետաթորը գրգե նստել ես դու հրաժարական տվող ես։ Ինքը մեզի կործանում է, հայազգին կործանում է, իշքան մեքենաներ են լարսում կայնած, դա հարցերը թող մատ լուծի,
Մեղքը չեն այդ մարդիկ, այդքան ծաղիկները տանում են, այդքան պամիդորները տանում են, սաղ տանում թափում են։ Բա դրա պատասխանը ով է տալու։ Չէ, մեր ղեկավարությունը չէ պետք է այդ հարցերը լուծի։ Վարորդը ինչ մեղք ունի, տերը ինչ մեղք ունի։ Թե դուք ինչ քաղաքականություն եք վարում, ինչ եք անում, ինչ եք անում։ Ինչն եք բանացում, որ ապրանքը պրծնի, նոր բանակցություններ պրծնի։ Այսօրվա դրության մարդը հեկտարներով հողա բանա վեկալ է, վարկա վեկալ է, այս արը, այն արը, որ պետք է այդ վարկերի տակից դուրս գա, այդ մարդ, ոնց է դուրս գալու, եթե իր ապրանքը չծախի, չվաճառի, ոնց է վարկերը փակելու, մենակ ասելով խոչի, պետք է մարդիկ մտածեն, հասկանան էլի։ Փաշինյան ծաղիկի հետ կապված ասում են լավ տենդենս ձևավորվեց, մարդիկ սկսել են իրար ծաղիկներ։ Լավ էլ եք, մենեք ջան, պոլա էլի թոս փչեն մարդկանց աշկերին, չի կարել էլի, չեմ որ մարդիկ հասկանում են, պրոսը մարդիկ կան, որ չեն արտահայտում, չի նշանակում, որ այդ մարդիկ ուրեմն տուպո են, բաներ կա, որ չեն արտահայտում, բաներ կա, որ ամեն չէ հասկանում են մարդիկ։ Իսկ վան հասարակ մի բանջարեղենը հիմա թանկ է։ Բա ինչ է, եթե հիմա մի հատ կանանչի, մի հատ սոխը, մի դաստա սոխը 500 դրամ են վաճառում, մի դաստա կոտեմը, այսքան կոտեմը 500 դրամ են վաճառում, բա այդ մարդիկ ոնց պետք է ապրեն, մեկ հենց թոշակառու ոնց ապրելու, ասած Լևոնին ասում է թող էտա պարկանի ապրի, հա, ասում է խի թոշակառունով, որ միս ուտի, բա էտի ասելու բանա, չէ որ այդ տպավը, այդ մտքերը, այդ խոսքերը, սա մեր ուղեղի մեջ է եղել։ Մեր համար լավ բան են կարել, Ինչ են արել, ապահովագրություն են ներդրել, թոշակներ են բացատրել։ Լավ, հասկացանք, եթե այդքան բանը ասում են, մարդիկ ծրագրում են, մտածում են, հասկանում են։ Ինչն ես դու ապահովագրությունը արել մարդու համար։ Ծրի, բժիշկ աշխատավարձ ստանում է, դեղորայք ստանում է պետական։ Ինչ են անում, եթե իմ աչքերը օպերացիա են արել, ինչ են ներմուծել, վեկալ են կտենց, նույն բժիշկը իր օպերացիան անում է, իր աշխատանքը կատարում է, Հիմա չեք վճարում։ բայց ինչի համար վճարի, քանի որ բժիշկը ստանում աշխատավարձ, ինքը պարտավոր է օպերացիան անի մարդկանց ծրի, այդ ապարատը, որ ապարատով օպերացիա անում, մի հատ ապարատ չի, 100,000 մարդկանց օպերացիա է անելու, այդ մի ապարատը, այդ մի ապարատը ուրեմն ամեն մեկին օպերացիա անելուց պետք է գումար մուծի, ինչի, պետք է մարդիկ մտածեն լագիշնի, չի կարելի մարդկանց խաբել, ճիշտ է, բան չունեմ ասելու, լավ բաներ արել է, այս բաներ կա, որ լավ բաներ չի անում։ Մարդիկ նստած գրասենյակում գրիչները վեկալը ես իմ ինչ են գնում, պարգևա վճարատ այս, ինչի համար։ Ասում են լավ ենք աշխատել։ Ով է լավ է, լավ չի աշխատի, սիրուն թող դիմում գրի ազատվի։ Այնքան աշխատողներ կա, այնքան լավ ջահելներ ունենք, մանկավարժներ ունենք, լավ բժիշկներ ունենք, լավ ավարտած երեխեք ունենք։ Համերգներ են կազմակերպում, խորոված փարթիներ են կազմակերպում։ Բայց այդ գումարները ուր է պետք է ծախսվի։ Այդպես տեղի։ Չէ։ Լավ բան չեմ տենում ես այս երկրից։ Ես երկրում լավ բաներ չեմ տենում։ Մարդկանց խաբելով իշքան առաջ պետք է գնա։